Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն ընտրողներին, ովքեր մեզ հավատացել եւ ձայն են տվել։ Իհարկե իրենց նման մենք էլ ափսոսում ենք, որ իրենց կամքի ներկայացուցիչ չունեցան խորհրդարանում, ինչի շանսերը կային հանուն արդարության, եւ ես ուզում եմ ընտրությունների արդյունքների գնահատականը սկսել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններից, որպես չստացվի, որ ես առաջի հերթին մեղադրում եմ ժողովրդին ընտրակաշարք վերցնելու եւ այդպես քվեարկելու մեջ, սկսեմ թերևս սուբյեկտիվ գործոններից, այսինքն այն գործոններից, որոնք մեզանից էին կախված եւ միգուցե որոնք մենք պարտավոր էինք ավելի լավ կառավարել հաղթանակը երաշխավորելու համար։ Թերևս առաջին գործոնը այն էր, որ իրականում տեսեք շատ բարդ է թեկուզ եւ մեկ կուսակցության, թեկուզ եւ ազատ դեմոկրատների համար շատ բարդ էր մտնել անհավասար պայքարի մեջ ունենալով անհավասար ռեսուրսներ։ Ի վերջո հաղթանակած քաղաքական ուժերը կամ ինչպես հանրապետական կուսակցությունն է տնօրինում են ամբողջ վարչական ռեսուրսներին կամ գոնե դաշինքներ են, որոնք իրենց ուժերը միատեղում են։ Եվ այս կտրվածքով իհարկե այն թիմը, որը ձևավորվեց, հանուն արդարության պիտի ասեմ, ընկալումները շատ լավն էին հանրության շրջանում։ Ես գրեթե բացասական վերաբերմունք չեմ տեսել այդ թիմի վրա եւ նաեւ դա տեսնում ենք եւ սոցիալական ցանցերում, դա տեսնում ենք եւ հանրության շփումներում եւ այս կտրվածքով իհարկե ազատ դեմոկրատներին հաջողվել էր հավաքել բավական ներկայանալի թիմ։ Ես կարծում եմ ելակետային պայմանների առումով մենք անհավասար ենք եղել բոլորի հետ համատարած, հետեւաբար չէր կարող այդ չազդել մեր վերջնական արդյունքների հետ։